Բոլոր ժամանակներում մարդիկ սիրել են վառ գույներ։ Հնում կյանքը գունազարդելու համար ներկերը հնարավոր էր ստանալ միայն բնությունից։ Ամենապահանջված գույնը իհարկե կարմիրն էր, որը հայերի նախնիները ստանում էին փոքրիկ միջատից։ Այն այդպես էլ կոչվում էր Որդան կարմիր։ Որդանը ապրում էր Արարատյան դաշտում և Ուրմիա լճի մոտ։ Ամբողջ տարին այն անցկացնում է գետնի տակ, և միայն աշնանն է ընդամենը մի քանի շաբաթով դուրս գալիս հողի մակերես։ Այդ ընթացքում էլ հարկավոր էր հասցնել հավաքել այն մեծ քանակությամբ։ 1 կիլոգրամ ներք ստանալու համար պետք էր մոտ 150,000 կարմրավորդ։ Արարատյան որդան կարմիրից ստացված ներկը, թեև շատ թանկ էր, բայց ուներ մի հրաշալի հատկություն։ Ժամանակի ընթացքում այն չէր կորցնում իր գույնն ու փայլը։ Կարմիրից բացի նրանից ստանում էին ամենատարբեր երանգները, բաց դեղինից մինչև մուգ կարմրամանուշակագույնը, ծիրանին։ Ծիրանի է կոչվում նաև արքայական թիկնոցը։ Արքայից բացի ոչ ոք իրավունք չուներ կարմիր կամ ծիրանի հագուստ կրել առանց հատուկ թույլտվության։ Արարատյան կարմիրը պատրաստում էին միայն արքունական կենտրոններում, իսկ նյութի բաղադրատոմսը խիստ պահպանվող գաղտնիք էր, քանի որ շատերն էին ցանկանում իմանալ կամ գողանալ այն։ Ասորեստանի արքա Սարգոն II Մուծացիրի տաճարից թալանած ավարի մեջ հպարտությամբ էր նշում նաև կարմիր գործվածքները։ Իսկ 3-րդ դարում Հռոմի կայսր Ավրելիանոսը Պարսից շահից նվեր ստացավ հայկական որդան կարմիրով ներկված ծիրանի մի գործվածք, որի սքանչելի գույնը պարզապես ապշեցրեց ամեն բան տեսած կայսրին, և նա այդ նվերը հպարտությամբ հանեց ի տես ամենքի։ Հայկական կարմիրը այնքան մեծ փառք ուներ աշխարհում, որ Հայաստանը հաճախ անվանում էին Որդան կարմիրի երկիր, իսկ ինքը ներկը արևելքի հրաշք։ Հռչակավոր հայկական գորգերի թելը, մագաղաթյա մատյանների մանրանկարները, միջնադարյան որմնանկարները և նույնիսկ ներկված խաչքարերը, այդ ամենը հնարավոր չէր լինի առանց հրաշալի արարատյան կարմիրի։ Այն արքունական և կաթողիկոսական կնիքների գույների հիմքն էր, որը հնարավոր չի եղել կեղծել։ Հայկական կարմիրը իր բացառիկ որակների համար օգտագործում էին նաև հանրաճանաչ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռեմբրանտը, բայց որդան կարմիրը միայն ներք չէր։ Այն կիրառվում էր նաև բժշկության մեջ, որպես հակաբորբոքիչ ու ջերմիջեցնող միջոց և հրաշալի հակաթույն։ Իսկ ազնվազարմ կանայք իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար օգտագործում էին դրանից պատրաստված մաշկի բուժման և թարմացման քսուկներ։ Որդան կարմիրը իրոք ամենազոր նյութ էր։ Ցավոք, դարեր անց այն մոռացության մատնվեց, երբ սկսեցին լայն տարածվել քիմիական ներկերը, որոնք թեև թունավոր ու ցածրորակ էին, բայց շատ ավելի էժան։ Սակայն որդան կարմիրի պատմությունը դրանով չավարտվեց։ Արդեն մեր օրերում հայ գիտնականները կարողացան վերականգնել հրաշալի նյութի գաղտնի բաղադրատոմսը։ Եվ այսօր մենք նորից կարող ենք վայելել հազարամյակների խորքից մեզ հասած արևելքի հրաշքը, փառահեղ հայկական կարմիրը։